կրոնի նման չեմ ընդունել այդ մասնագիտությունը։ Սկսել եմ որպես դիզայներ, ես հիմա էլ դիզայներ չեմ, ես հիմա ուրիշ բանով եմ զբաղվում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Երբեք չեմ հանդիպել մարդ, որ օրինակ մեր այս բանը հասն դաջեր իրա վրա։ Հետաքրքիր է, երբևիցե ինչ որ բանի համար փոշմանել ես։ Բնականաբար վերլուծություններ արել եմ։ Իսկ ես համար օրինակ գիրք կարդալուց ինչ անհրաժեշտ պայմաններ կան։ Ես կերազեի թե իդեալական պայմաններ լինի, երբեք տենց չի լինում։ Իդեալական մթնոլորտ ստեղծես, թեյով նստես, որ սկսես գիրք կարդալ, տենց ոչ մի բան չես կարդա երբեք։ Էդուարդ ջան, գիրք, որը հիմա կարդում ես։ Simon Sinek-ի Start with Why, նոր եմ սկսել, ինքնաթիռում տենց սկսեցի կարդալ, մի քանի էջ եմ դեռ սկսել կարդալ, բայց արդեն հետաքրքիր է ոնց որ կոնցեպտը գրքի շատ դրական ֆիդբեքներ էի հանդիպել այդ գրքի մասին, վերջապես սկսեցի կարդալ։ Իսկ ո՞նց ես ընտրում գիրքը կարդալ թե չէ, ո՞նց է հետաքրքրում քեզ։ Ես իրականում տենց կոմպլեքս չունեմ, որ մի բան սկսել եմ պիտի անպայման վերջացնեմ գրքերին վերաբերվում, եթե զգում եմ, որ ինձ չի հետաքրքրում կամ թեման իմը չի այդքան, կամ ինչ որ հենց զգում եմ, որ գիրքը ինչ որ մի գաղափարի շուրջ է ու մենակ այդ գաղափարն է, որը կարելի է ասենք երկու էջով գրել այլ ոչ թե մի գրքով, այդպես կիսատ թողում եմ, անցնում եմ մյուսին։ Ու մի բան էլ կա, որ միաժամանակ մի գիրք չեմ կարդում։ Մի 3-4 գիրք միաժամանակ կարամ կարդամ ու տարբեր ստադիաների վրա կարող լինի, կարող է մեկ արդեն վերջացնելուց լինեմ, մեկը կարող է նոր սկսեմ ու տենց ոնց որ թե չի խանգարում մեկը մյուսին, դա շատ լավ գնում։ Ես դες մարդկանց գիտեմ, որոնք կապ չունի ինչքան իրենց դուր չի գալի, միջև վերջ պետք է պարտադիր կարդամ։ Ես նույնիսկ ֆիլմերն ատենց, եթե սկսեցի ու զգացի, որ վերջում բավարարված չեմ լինելու, կանգնացնում եմ ու ուրիշ բանով եմ զբաղվում։ Լավ, իսկ օրինակ նշումներ ես անում, ոնց ես այդ ընթացքը կառավարում, մարկերով ընդգծումներ ես ունենում։ Նշումներ չեմ անում գրքի մեջ։ Եթե ինչ-որ շատ լավ գաղափարներ կա, որ ինձ դուր է գալի, ու իմիջիայլոց կարող է հենց այդ նույն տեսքով չլինի, որը որ գրքում ներված է, բայց եթե այդ գրքի գաղափարը ինձ տվեց մի հատ միտք, այդ նշում եմ անում իմ հեռախոսի մեջ։ Այդ կարելի է էսի սենց, այսինքն որովհետև իմ մոտ սենց է, այս գաղափարները անընդհատ տարբեր տեղերից հավաքում եմ, նույնիսկ առանց կոնկրետ ակնկալիքի երբեմ դա օգտագործել։ Բայց միշտ ինչ-որ մի պահ գալիս է, որ այդ մի գաղափարը մեկ է անհասկանալի ձևով կրում եմ այդ ուրիշ բանին ու շատ հետաքրքիր արդյունք է ստացվում։ Վերջերս իմ մոտ էլ այդ նույն վիճակը, ասես կարող է ֆիլմը միացնեմ նայելու, 10 րոպե նայեմ, հասկանամ, որ իմաստ չկա, այս 2 ժամը եւս վատնել այդ ֆիլմի վրա ու ասես համարյա թե վերջերս ֆիլմ չկա, որ ես մինչև վերջ նայեմ։ Այդ ես մեկ-մեկ այդտեղ շատ հիասթափվում եմ, օրինակ տենց այս վերջերս շատ երկար ժամանակ լավ դրական ֆիդբեքներ եմ լսում են F1 ֆիլմի մասին, Brad Pitt-ի, ու տենց շատ մեծ ակնկալիքներով սկսեցի, բայց այնքան ստանդարտ սցենարով էր ամեն ինչ գնում, որ տենց մոտավորապես մի 15 րոպե, 20 րոպե հետո զգացի, որ գիտեմ ինչով է կինոն ավարտվելու, գիտեմ ինչ ընթացք կա ունենալու ու մի տեսակ զգացի, որ լավ անիմաստ, ասենք 2 ժամ ծախսել եմ, հենց այդ բանը անջատեցի դուրս։ Բայց ես զգացել եմ, օրինակ այդ շորթերը բաները շատ են ազդում դրա վրա։ Ես օրինակ տենց նայում եմ շորտսա, ահա որ հետաքրքրություն է առաջացնում ինձ այդ ֆիլմը դիտելու ու լրիվ հակառակ էֆեկտ եմ ստանում, երբ որ միացնում եմ ֆիլմը նայելու։ Ոնց որ այդ կտորը շատ լավն էր, բայց ընդհանուր ֆիլմը արդեն այդ հիմա իրականում շատ նոր տրենդ է ու շատ հին ֆիլմեր կամ սերիալներ հիմա ոնց որ երկրորդ շունչ են ստանում, օրինակ նույն Game of Thrones-ը։ Ուրեմն մի քանի այդպես դրամատիկ էդիտների հաշվին է, որտեղ դրամատիկ երաժշտության տակ, օրինակ հատուկ էֆեկտներով նույնիսկ երաժշտության։ Այդ լիքը մարդ նորից սկսել է այդ մասը նայել, սկսել է ընդհանրապես սերիալը նայել։ Տենց շատ ֆիլմեր կան, որոնք որ այդ էդիտներ է կոչվում, էլի, հենց այդ էդիտների հաշվին շատ ավելի շատ viewer են հավաքել, քան թե բուն ֆիլմը, որովհետև նույնիսկ այդ թրեյլերների, թիզերների բանը, ֆորմատը, այս վերջի երևի 30 տարվա մեջ ընդհանրապես չի փոխվել։ Նույն ֆորմատով, նույն ձևով, իսկ այս էդիտները ինչ որ նոր թարմություն կա մեջով, դա շատ ավելի գրավիչ է։ Իսկ ես համար օրինակ գիրք կարդալուց ինչ անհրաժեշտ պայմաններ կան, լռություն կամ երաժշտության առկայություն նման բաներ ունես, որ լրիվ մտնես մեջը։ Ես կերազեի թե իդեալական պայմաններ լինի, երբեք տենց չի լինում։ Ես կարդում եմ այն ժամանակ, երբ որ կարամ։ Երբ որ կարողանում եմ, ես
շատ դեպքերում նույնիսկ գրքերը համ լսում եմ, համ կարդում եմ։ Այսինքն երբ որ մեքենայի մեջ եմ լսում եմ, հետո դուրս եմ գալիս, օրինակ երբ որ ժամանակ ունեմ, կարող եմ մի քիչ կարդամ, ոնց ստացվի։ Իմ կարծիքով եթե դու սպասես sense այդ շատ ռոմանտիկ ինչ որ բան է, էլի ակնկալիք է կամ պետք է ամբողջ օրը ոչ մանով չզբաղվես, որ այդպես իդեալական մթնոլորտ ստեղծես, այդպես թեյով նստես, որ սկսես գիրք կարդալ, այդպես ոչ ման չես կարդա երբեք։ Ուրեմն ես որ Տորոնտոյում էի, տնից աշխատանքի վայր այդ դիստանցիան մոտավորապես 30 կիլոմետր էր։ Ու ես ամեն օր 30 կիլոմետր գնում եի, 30 կիլոմետր գալիս էի, որը ամեն ուղղությամբ մոտավորապես 40 րոպեից մի ժամ էր։ Եվ ես սկզբից շատ ոնց որ դրանից բան էի լինում, այսինքն ոնց որ վատնված ժամանակ էի դա համարում, մինչև որ սկսեցի աուդիո գրքեր լսել։ Այսինքն ես մոտավորապես մի օրվա ընթացքում 2 ժամ աուդիո գիրք էի լսում եւ ասենք 3 օրում գիրքը վերջացնում էի։ Ու դա իմ կարդալու տեսանկյունից երևի ամենապրոդուկտիվ ժամանակաշրջանն է, որ ես ասենք մի շաբաթվա ընթացքում 2-3 հատ գիրք էի կարդում։ Իսկ օրինակ այդ ներողություն, այդ ընթացքում ավելի շատ ինչ գրքերն էր նախընտրելի ճանապարհ գնալուց ուզում հասկանամ, ինչ որ ինֆորմացիոն, զուտ ինֆորմացիոն, թե գեղարվեստական, գեղարվեստական գիրք շատ երկար ժամանակ էլ չեմ կարողում կարդամ։ Դրանք հիմնականում կամ մասնագիտական կամ ինձ հետաքրքրող թեմաների շուրջ գրքեր են։ Իսկ հոգեբանական, փիլիսոփայական, թե մենակ մասնագիտական։ Թե մասնագիտական կամ կոնկրետ թեմաներ, որոնք ինձ կարող հետաքրքրի, դա կարող մենեջմենտի հետ կապ ունենա, դա կարող բիզնեսի ինչ-որ նյուանսների հետ կապ ունենա, մարքեթինգի հետ, դիզայնի հետ։ Մի քիչ հոգեբան, օրինակ հիմա այս վերջի գիրքը որ կարդում եմ, մի քիչ ավելի հոգեբանական տենց ուղղվածություն ունի, բայց ոչ շատ տենց խորանալու մակարդակով, որովհետև մի քիչ այդտեղ է այդպես ոնց որ ինձ կորցնում է կեսից, դրա համար միշտ գալիս եմ ավելի պրակտիկ ոնց որ գրքերի։ Եղել է դեպք, որ ստեղծես լոգո ու զգաս, որ դա նաև ոնց որ քեզանից քո մասին է ինչ-որ չափով այդ լոգոն, քեզանից լիքը բան ես դրել այդ լոգոյի մեջ։ Շատ երկար ժամանակ էլ լոգոներ կար, ասեմ չեմ ստեղծում, բայց հա եղել են լոգոներ, որոնց մեջ ոչ թե ինչ որ sense փիլիսոփական տեսանկյունից իմ իմաստն եմ դրել, այլ vocation-ված է իմ կյանքի ինչ որ բաներից։ Օրինակ, մենք այս վերջերս արեցինք Կերոն հիմնադրամի հետ, ուրեմն Հայաստանի ամենամեծ խաղահրապարակն էր սարքվում, Օղակաձև այգում, Կարմրախայթը, եւ քանի որ ոնց որ ինքը նախատեսված էր հենց երեխաների համար ու պետք է հենց երեխաների կողմից ընկալելի լոգո լիներ, բրենդինգ լիներ, ես խնդրեցի իմ 8 տարեկան աղջկան, որպեսզի ինքը ինչ-որ դրաֆտեր անի, ինքը սկսեց նկարել այդ կարմրախայտ, այսինքն ես իրան Google-ով անեցի հենց իսկական կարմրախայտերի նկարներ, ցույց տվեցի ինչ-որ իդեաներ ինչի մասին, պետք է անի ու ինքը սկսեց ուղղակի նկարել։ Ու մենք հետո այդ բոլոր ոնց որ սկեչերը վերցրեցինք, հետո արդեն մեր պրոֆեսիոնալ դիզայներները դրա սկսեցին աշխատել եւ արդյունքում ստացանք բրենդինգ։ Դրա համար հիմա ունենք այդ լոգոն իմ համար շատ հոգեարազատ է, որովհետեւ ես գիտեմ դրա նախապատմությունը, գիտեմ դրա կապը, դրա ոնց որ ստեղծման ճանապարհը ու դա իմ համար շատ կարեւոր է։ Տենց ես ունեմ լոգոներ, որոնք իրականում ահավորված լոգոներ են, բայց ես ունենք դա ստեղծել եմ, չգիտեմ 15-16 տարեկանում ու որոնք որ միջև հիմա օգտագործում են, ես դրանց հետ ավելի շատ էմոցիոնալ կապ ունեմ այսօր։ Այն մոմերի օրինակ դիզայնը ունեմ համալիրի մարզամերիկային համալիրի լոգոն, որը սարքել եմ ժամանակին, ու տենց մի քանի էլի բաներ, որոնք որ իմ համար ոնց որ նաև պատմություն ունեմ դրանց հետ կապված։ Բայց դրանից բացի եղել են եւս հարյուրավոր բաներ, որոնք շատ ավելի մեծ մասշտաբի են եղել, շատ ավելի մեծ էֆեկտ են ունեցել բիզնեսի տեսանկյունից մեր ընկերության համար, բայց որպես էմոցիոնալ կապ ես տենց առանձնապես կապվածություն չունեմ դրանց հետ։ Բայց օրինակ որպես մարդ առաջինը ինչն է այդ շարժում, sense զգացմունքային ինչ որ ալիք է գալիս, թե ինչ որ հաշվարկային, ավելի շատ sense ռացիոնալ մտածում եք։ Գաղափարային, թե գաղափարն ասուց sense ինչն է առաջնային sense որ գալիս է ու գնում աշխատանք արդեն այդտեղից։ Ամեն անգամ տարբեր է, հիմնականում դա էմոցիոնալ չի, որովհետև եթե դա լինի էմոցիոնալ, դա չի լինի ստաբիլ, այսինքն դու մենակ կարողանաս ստեղծել, ասենք, գաղափարներ այն ժամանակ, երբ որ օրինակ ոգևորված ես կամ շատ լավ տրամադրություն ունես, իսկ դա տես չի կարող լինի, որովհետև մենք ունենք դեդլայներ, ունենք պարտավորվածություններ, ունենք
իր հետևից եկածող պրոյեկտ, որը որ պետք է էլի ծանոթել ու մենք օրվա ընթացքում կարող ենք մի քանի պրոյեկտ միաժամանակ անենք եւ դա պահանջում է որովհետեւ դու ավելի ռացիոնալ սկսես այդ կրեատիվ process-ը կազմակերպել։ Այսինքն օրինակ ինձ անձամբ շատ օգնում է գաղափարների արխիվացումը։ Ես շատ տարբեր տեղեր ոնց որ սկզբում ասի կարող եմ նոթերի մեջ ինչ-որ գաղափարներ գրեմ, ես կարող տարբեր ֆայլեր ունենամ, որտեղ ինչ-որ տարբեր ռեֆերենսներ լինի, կարող է տարբեր գաղափարներ հավաքված լինի, ու դա շատ տարբեր ոլորտներում։ Այսինքն սկսած կոնտենտից վերջացրած բրենդինգների գաղափարով կամ ուղղակի այդպես անհայտ կոնցեպտները, որոնք ինչ-որ ձև կարող է հետո մի բան դառնան։ Դա շատ օգնում է, որովհետև դու հիմնականում ինչ-որ բազա ես ունենում, որից կարողանում ես օգտվել, ու անպայման չի, որ հենց դա դառնա վերջնական արդյունք, բայց դա լավ հիմք է լինում, որի վրա ոնց որ այդ ձնագնդիկը սկսում է գլորվել ու դրանից մի բան է դառնում։ Այդ երբեք չի լինում, որ դու տենց նստես են ոնց որ ֆիլմերում կամ գրքերում նկարագրվում է, որ սենց դատարկ էջի դիմաց եւ սպասում ես, որ հեսա սենց բաներ կան, դա տենց չի լինում։ Իսկ եղել է, որ այդ ձնագնդիկը արդեն պատրաստ է, մենք հաջորդ օրը գնում ենք, ասում ենք չէ երեխեք, քանդում ենք, վատնա էս ինչ ենք արել կամ վատը չէ, որ այդ առումով շատ օբյեկտիվ եմ, կապ չունի դա ում գաղափարն է, կապ չունի դա ինչքան այնց դուր եկե, ու ես շատ օբյեկտիվ եմ այդ առումով եւ այս տարիների ընթացքում վարժվել եմ շատ արագ գնահատել ոնց որ գաղափարների կենսունակությունը եւ հիմնականում սխալ դուրս եմ գալիս երբեմն լինում է դեպքեր որ չի արդարացնում իմ ակնկալիքները ամբողջությամբ բայց երբեք տենց 100%-ով սխալ հիմնականում չեմ լինում այս ոլորտում էլի ուրիշ հարցերում շատ եմ լինում բայց դրա փոխարեն եղել է երբ որ արդեն ունենք պատրաստի գաղափար որը արդեն պատրաստ է ներկայացման, բայց վերջի վայրկյանը եկել է ավելի լավ գաղափար։ Այդ ժամանակ մենք իրականում չենք խնայում մեզ, որ ամեն գնով այդ վերջի գաղափարը մաքսիմալ բան անենք ու եթե կարիք կա այն նախորդ ամբողջությամբ ջնջենք ու հենց հիմա օրինակ այդպես պրոյեկտ ունենք, շատ մեծ պրոյեկտ, որը որ կարելի ասել 90%-անոց արդեն պատրաստ վիճակում է, բայց վերջի քննարկման ընթացքում մեզ ավելի լավ գաղափար եկավ։ Ու մենք զգացինք, որ սա ավելի լավ է աշխատելու, ավելի էֆեկտիվ է լինելու եւ մեր համար բացարձակ ոնց որ խնդիր չի հրաժարվել այդ մտքից կամ չէ մենք էմոցիոնալ կապվածություն ունենք այդ գաղափարների հետ, եթե կա ավելի լավը։ Այդ օրինակ շատ կարևոր բան է, ես իմ փորձից կարամ ասեմ, կոմպոզիտորները երբեմն գրում են ու ափսոսում են ջնջեն այդ կամ հանեն այդ կտորը, որովհետեւ հա իրական չեն նայում էլի որ չի աշխատելու այս մասը ավելորդ դեպքերում է կարա լինի եթե օրինակ ասում պատկերացնում նկարիչներ կարող են նկարի մի հատ ասես ինձ սիրուն է բայց ոնց որ ափսոսա իրա վրա եւս գործանի աշխատի չգիտեմ վախենա փչացնի արվեստի դեպքում մի քիչ հասկանալի է դա որովհետեւ դու քո պատվիրատուն ես ու դու ինքդ ես որոշում բայց մեր դեպքում քանի որ մենք կոմերցիոն աշխատանք ենք անում մեր համար առաջնային ելակետային ոնց որ որոշիչ բանը դա իր արդյունքն է, էֆեկտիվությունն է։ Ինչքանով է սա լավագույն որոշում, ինչքանով է սա լավագույն լուծումը։ Եթե կարող ավելի լավ լինի, մենք գնում ենք այդ ավելի լավ լուծմանը։ Իսկ օրինակ եղել է, որ արդեն հանձնած պրոյեկտը հենց խոսք չգիտեմ, ասենք հաջորդ օրը մի հատ вообще լավ գաղափար է ծնվել, կարող է մի հատ ասենք, որ sense գաղափար կա։ Եթե ունենք այդ գաղափարը հաստատ կասենք։ Եթե ունենում ենք, միանշանակ ոնց որ դրա մասին ասում ենք, երբեմն լինում է դեպքեր, որովհետև մեր մոտ օրինակ ստանդարտ պրակտիկայում մենք օրինակ 3 կոնցեպտ ենք ներկայացնում, շատ դեպքերում մենք կարող ենք մի հատ նենց կոնցեպտ գտնենք ու այնքան հավատանք այդ կոնցեպտին, որ գնանք, ասենք նայեք, մենք ձեզ խոսք ենք տվել 3, բայց ցույց ենք տալու մի կոնցեպտ ու սա հենց այն կոնցեպտն է, որը ձեզ պետք է։ Դա ոչ միշտ է լինում, ու դա մենակ մենք ասում ենք այն պարագայում, երբ որ իսկապես իրան տենց 100%-ով հավատում ենք։ Հիմա մարդը ուզում է զբաղվի, անի, ստեղծի, բայց չի հասկանում հիմա որն է լավը, որն է ոնց ինքը կողմնորոշվի ինքը արդյոք ոնց ձևավորի իր մեջ։ Հա, իր մեջ ոնց լցնի, ոնց հարստացնի, ոնց կուտակի այդ բազան, որը որ հետագայում իրան ծառայելու է որպես հիմք աշխատանքներ ստեղծելու համար։ Դա միանգամից չի լինում, բայց ճաշակ ձևավորելու համար ամենակարևոր բանը դա տեսնելն է, շատ բան տեսնելն է։ Ես այսօր շատ նկատում եմ, որ մարդիկ շատ քիչ բանով են հետաքրքրվում։
այսինքն կարող է մաքսիմում հետաքրքրեն իրենց մասնագիտական այնքան մասով, որ իրենց ուղղակի գործից չանեն, այդքան։ Դրանից ավել ոնց որ ոչ մեկին ոչ ման չհետաքրքրի։ Այն կողքի ոլորտներից, այլ ոլորտներից, կյանքի այլ ասպեկտներից, որովհետև ճաշակը չի ձևավորվում այդպես մի ուղղությամբ։ Դու պետք է որովհետև դու չես կարող օրինակ ունենաս էսթետիկ կամ վիզուալ լավ ճաշակ, բայց օրինակ վատ երաժշտություն լսես, դա երբեք տենց չի լինում։ Ամեն ինչը փոխկապակցված է իրար։ Դու երբ որ սկսում ես օրինակ լավ վիզուալ բան տեսնել, ավտոմատ քո հագնվելու ճաշակն էլ է փոխվում, որովհետև դու արդեն սկսում ես օրինակ գունային համադրություններից մի քիչ հասկանալ, արդեն չես կարող օրինակ իրար հետ ընդհանրապես չսազող բաները իրար հետ սկսել հագնել։ Երբ որ դու սկսում ես մի քիչ ուշադրությամբ նայել քո քեզ շրջապատող աշխարհին, քո մոտ սկսում են ձևավորվել այդ նեյրոնները, որոնք որ մեկ էլ մի օր արտահայտվում են ու դա մենք ասում ենք ճաշակ։ Ես կարծում եմ, որ միակ ձևը, որպեսզի քո մոտ ճաշակը զարգանա, դա ուղղակի ոնց որ շատ բան տեսնելն է, շատ բաների վրա ուշադրություն դարձնելն է, լավ բաները նկատելն է։ Փորձառություն ինչ որ առումով նաև էլի։ Դա չես կարող ասենք այդպես ակադեմիական ձևով սովորես։ Դա պետք է ուղղակի չգիտեմ, ճամփորդես, պետք է գիրք կարդաս, պետք է լավ էսթետիկ բաներ նայես, քեզ շրջապատես գեղեցիկով։ Օրինակ տեսեք, երբ որ դու գնում ես Հռոմ կամ ասենք չգիտեմ, այդ եվրոպական գեղեցիկ քաղաք, ես չեմ կարող դա բացատրեմ, ոչ կարամ, բայց դու ինչ որ ժամանակ հետո ոնց որ դա սկսում է քո վրա ազդել։ Այսինքն քո աչքը սկսում է դրան սովորել, դու երբ որ ասենք այտենց շատ վատ տուրիստի նման հագնված ես լինում ու դու լինում ես այդ էսթետիկ հագնված իտալացիների միջավայրում, դու ավտոմատ քեզ ոնց որ խորթ ես սկսում զգալ ու դա սկսում է քո վրա ազդել, մի քիչ սկսում ես ոգեշնչվել, ոնց որ դու ես մի հատ փորձում մի քիչ հետաքրքիր ձևով հագնվել ու դրա լրիվ հակառակն էլ է ճիշտ։ Այսինքն հենց դու օրինակ բանում Հյուսային Ամերիկայում մարդիկ չափազանց տենց առօրյա են հագնվում։ Այսինքն քո աչքը սկսում է կարոտել լավ հագնված մարդկանց։ Եվ դա բերում է նրան, որ արդեն էլ ոչ մեկի իսկի վրա ուշադրություն չի դարձնում ու դու զգում ես ոնց է քո ճաշակը այդ առումով դեգրադացվում։ Որովհետև հենց դու սկսում ես մի քիչ տարբերվող հագնվել, տարբերվող ասված ոչ թե այդպես էքստրավագանտ, այլ նորմալ։ Դու սկսում ես աչքին գնել այդ առումով ու արդեն մի քիչ քեզ է սկսում դիսկոմֆորտ զգալ, որովհետև դու ոնց որ լրիվ առանձնանում ես այդտեղից։ Դրա համար ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է, որպեսզի դու քեզ անընդհատ շրջապատես ոնց որ տենց էսթետիկ ճաշակով բաներով ու դա միանշանակ ոնց որ երեխաները ոնց է չէ, իրանց շրջակա միջավայրից սկսում են քաշել բաները, հասպունգի պես, մարդիկ նույնպես տենց են։ Մամա, պապա ես ասենք, դու հիմա ուզում ես երեխուդ մեջ ձևավորես այդ ճաշակը։ Ինչքան մասով ունես դու աշխատանք անելու, որ սովորացնես երեխան։ Քո օրինակով։ Չէ՞ առաջիներ։ Սովորացնելը դա չի լինելու, որ տենց նստեք, քիչ որ գիրք բացեք ու ճաշակ սովորացնեք։ Ուղղակի պետք է ձեր տունը ճաշակով լինի, դու պետք է ոնց որ երեխային բացատրես օրինակ ինքը ինչի հետ կարա հագնի, էլի ոնց որ իրան տաս ազատություն, բայց ոնց որ մի քիչ ուղղորդես, թե օրինակ ինչի հետ կարա համադրի, տանես լավ տեղեր, չլինի դա մենակ ասենք sense այդ գունավոր խաղալ ապարակներ էլի, նաև տանես օրինակ նրանց տեղեր, որոնք ավանդաբար օրինակ երեխաների համար չէ, որ երեխան սկսի այդ դա դառնա իր համար նորմալ։ Ինքը սկսի տենց բաները նկատել, օրինակ ես իմ աղջկա դեպ որ օրինակ քայլում ենք փողոցով, ես եթե ինչ որ մի հատ հետաքրքիր դետալ եմ սիրուն նկատում, իրան ասում եմ դրա մասին։ Օրինակ լնային շենքի վերևը ինչքան սիրուն է։ Մենք կարող ասենք տենց մի 2 րոպե խոսանք այդ դրանից։ Օրինակ ինքը հիմա ինձ ասում է հələ օրինակ ամպերի ինչքան սիրուն է։ Նույնիսկ այնպես փոքր դետալները դու հասկանում ես, որ դու ոչ թե ճաշակ ես փոխանցում իրար, այլ իրան փոխանցում ես սիրուն բաները նկատելը։ Եվ դա ավտոմատ կբերի ճաշակի։ Դու չես կարա միանգամից ոնց որ ակնկալես, որ երեխան ասենք, չգիտեմ, 5 տարեկանում պետքա Brahms լսի։ Դու պետքա քիչ-քիչ ոնց որ իր համար դա սովորական միջավայր սարքես ու ավտոմատ ձևով ինքը կսկսի դրանք սիրել։ Օրինակ նույն բանը եղավ երաժշտության հետ կապված, բնականաբար ասենք երեխաների համար ասենք ամենագրավիչ բաները դրանք այդ հիթային պոպ բաներն է, որ ինքը ասենք կարող է TV-ից կամ ստեղից ընդերից լսի ու միանգամից ոնց որ բռնում է իրեն։ Բայց ես օրինակ
հատուկ playlist ունեմ մեքենայի մեջ, երբ որ իմ երեխան դրում, ես մենակ այդ playlist-ն եմ միացնում։ Ոչ ման չեմ ասում իրան, հատուկ դրա մասին ոչ ման չեմ խոսում, բայց ինքը հենց նստում է մեքենայի մեջ, ասենք այդ երաժշտությունն է։ Ինքը արդեն այդ երաժշտությունը անգիր գիտի, ինքը այդ երաժշտության հետ երգչի հետ երգում է, ու ես հաստատ գիտեմ, որ ինքը արդեն լիքը բաներ գիտի, հետո մի օր հարց ալա, իսկ ով է այս երգում, իսկ ուրիշ ինչ երգ ունի, ու դից գնում է։ Հետաքրքիր է, երբևիցե ինչ որ բանի համար փոշմանել ես։ Բնականաբար վերլուծություններ արել եմ նախկին արած բաների հետ կապված, բայց ոչ մի բանի համար չեմ զղջում, որովհետև այդ բոլոր սխալները, այդ բոլոր բաները, որոնց համար արժի զղջալ, ձևավորել են ինձնից, ոնց որ ես հիմա կամ։ Եթե դրանք չլինեին, կարող է ես ընդհանրապես ուրիշ մարդ լինեի, եւ այդ առումով բնականաբար ես կարծում եմ, որ այդ սխալները եւս պետք են կյանքում, այդ բոլոր թերությունները, այդ բոլոր բաները, որ օրինակ քեզ չես զսպել, ինչ որ բաներ ավել ես արել, քան թե պետք է անես, կամ ինչ որ բաներ չես արել, հենց դրանք քեզ բերել են այն կետին, որ դու կաս։ Եվ այդ առումով ոչինչի համար չեմ զղջում։ Դասեր են էլի ոնց որ։ Իհարկե, հիմա դու ոնց պետք է դրանք հասկանայիր։ Եթե Ինչքան է կարդայիր, ինչքան է լսեիր, ինչքան ինչ որ մեկը քեզ խորհուրդ տար, դու պետք է ինքդ ամեն դեպս դրանց մի մասը ինքդ պետք է անես այդ սխալները, որպեսզի մի բան մեջ փոխվի։ Իսկ մասնագիտական եղել է այդպես բա։ Ինքը սխալներ, Չէ, որ մտածել ես, որ միգուցե ես ուրիշ մասնագիտությամբ մի քիչ կարող եմ տեղը չի ես։ կրոնի նման չեմ ընդունել այդ մասնագիտությունը։ Սկսել եմ որպես դիզայներ, ես հիմա էլ դիզայներ չեմ, ես հիմա ուրիշ բանով եմ զբաղվում։ Ես բոլոր այն, ասենց ասած, մասնագիտությունները, բոլոր այն ոլորտները, որ ինձ հետաքրքրում են, ես սկսում եմ դրանցով զբաղվել առանց ինձ սահմանափակելու, որ ես ինչ որ պահի դրությամբ ընտրել եմ մասնագիտություն, ինժեներ չեմ ընտրել, ես տնտեսագետ եմ մասնագիտությամբ։ Փաստացի ես երբեք մի օր չեմ աշխատել այդ իմ կրթությունով ստացած մասնագիտությամբ, զբաղվել եմ նրանով ինչ որ ուզում եմ, սիրում եմ այն ինչ որ զբաղվում եմ եւ իրականում այն ամեն ինչ որ չեմ սիրում իմ աշխատանքի մեջ սկսում եմ փոխել, որ սկսեմ սիրել։ Դրա համար այդ առումով ես ինձ բացարձակ չեմ տաղապարել, չեմ ամուսնացրել ինչ որ մի մասնագիտությամբ, մինչեւ կյանքի վերջ, որովհետեւ շատ բնական է որ մարդու մոտ այդ էվոլյուցիան լինի, իսկ քեզ տարբեր բաներ կյանքի տարբեր էտապներում հետաքրքրեն եւ շատ կարեւոր է որ դու կարողանաս այդ ճկուն լինես, այսինքն քեզ չսահմանափակես, իրականում այդ բոլոր սահմանափակումները մենակ մարդկանց մեջ է։ Չկան այդ որոշումներ կյանքում, որոնք որ այսինքն կան, բայց շատ քիչ են այդ որոշումները, որոնք անդառնալի են։ Ջեֆ Բեզոսը նա շատ հետաքրքիր միտք ունի, իր գրքում իմ ջարդ շատ հետաքրքիր բան է, կոչվում է Invent and Wonder, որտեղ ոնց որ իր նամակներն է ներկայացված ու նաև իր մտքերը։ Մի հատ շատ հետաքրքիր բան կա, որ ոնց որ որոշումները, որ բաժանվում է ոնց որ երկու բաների, երկու տեսակի, այսինքն որոշումներ, որոնց հետևանքները շատ ծանր են, եւ որոշումներ, որոնց հետևանքները շատ ծանր չկան, այսինքն կարող է սխալներ լինի, բայց անդառնալի չեն դրանք։ Եվ այդ հստակ ոնց որ պետքա գիտակցես, թե որոնք այդ որ որոշումներն են ծանրակշիռ եւ ճիշտ կարողանաս տարբերակես դրանք ու տարբերակելու պարագայում ոնց որ իմանաս որին ինչքան ժամանակ ես հատկացնում։ Այսինքն եթե դա անդառնալի որոշում չի, դրանք պետքա շատ ավելի հեշտ կայացվեն, շատ ավելի արագ, եթե նույնիսկ սխալվես, արագ ուղղվես, շարժվես առաջ։ Իսկ այդ ծանրակշիռ որոշումները, եթե մենք խորանանք, իրականում մեր կյանքում այդքան էլ շատ չեն։ Այսինքն տարվա մեջ կարող է դու 2-3 հատ այդ տենց իրականում շատ կարևոր որոշման կարիք ունենաս, իսկ մնացածը ընթացիկ բաներ են ուղղակի։ Բայց օրինակ ինչ ես կարծում, մեր օրերի երիտասարդը ունի այդ ունակությունը նման վերլուծության, որ մի հատ էլ հասկանա հիմա ես, այսինքն ծանր են տանում, չէ՞ ամեն դեպքում ցանկացած քեզ թվում է մի շատ ամեն ինչ լուրջ է, չափից շատ լուրջ է, այս քո որոշումը, այս քո քայլը, ու գուցե չգիտեմ, կողքից խորհուրդը ծնողի կամ ինչ որ այլ մեկի, այդքան էլ դու չես կարող հաշտ լինես, միևնույն ժամանակ քո համար ծանր է։
դու չես կարող այդ թեթևությամբ այդ քայլից խուսափես կամ գնաս դեպի այդ քայլը։ Օրինակ ո՞նց ես դու արել ժամանակին կամ հիմա ինչ խորհուրդ կտաս մեր լսողին, որ տենց իրավիճակի մեջ է։ Բարձր դասարաններում դպրոցում ես հասկացա, որ պարտադիր չի ինչ որ տրվում է, պարտադիր պետք է ամեն ինչից լավ լինեմ, ինչ որ բաներ ինձ հետաքրքրում են, ինչ որ բաներ չէին հետաքրքրում, եւ ես իմ վրա պատասխանատվություն վերցրեցի, որոշեմ, թե ինչն եմ սովորում, ինչը չէ, որովհետեւ հասկացա, որ եթե ինչ որ բան շատ լավ չսովորեմ, ոչ մի բան դրանից չի լինելու։ Այսինքն ես ինքս իմ համար որոշեցի, որ դա իմ համար այդքան կարևոր չի։ Ինչ որ բաներ սկսում օրինակ ֆիզիկա կարային ինչ լավ սովորեի, բայց ամեն դեպքում ոնց որ այդ ժամանակ ինձ թվում էր, որ դա ինձ կյանքում երբեք պետք չի գալու կամ օրինակ քիմիան ու դրա փոխարեն օրինակ ինչ որ ուրիշ բաներ հետաքրքրում եւ որտեղ ես ավելի շատ ջանք էի դնում, նույն բանը եղավ համալսարանում, ես հետո մի տարի գնացի Ամերիկա սովորելու ու իրանք դեն ստանդարտ ինչ որ դասեր առարկաներ ինձ տվեցին, որ պետք է ընտրեի եւ ես հասկացա, որ ու տվեցին, որովհետեւ իրենց դպրոցական համակարգը ենթադրում էր, որովհետեւ այդ դասերի դիմաց դու պետքա բալեր հավաքեիր, բան եւ այլն։ Հետո ես մտածի լավ, այդ բալերը ինձ մեկա պետք չէ, մեկա հետ եմ գալու Հայաստան, այդ բալերը ինձ ոչ մի բան չի տալու եւ ես գնացի, սկսեցի տեսնել, որովհետեւ ամերիկյան դպրոցներում ինչքան այնտեղ կրթությունից բողոք են, բան եւ այլն, բայց ինքը շատ մեծ հնարավորություններ է քեզ տալիս տարբեր բաներ փորձարկելու, տարբեր բաներ սովորելու եւ ես գնացի վեբ դիզայնի դասընթացներ վերցրեցի, գնացի անիմացիայի դասեր վերցրեցի, լրիվ հրաժարվեցի այնտեղ կեսաբանությունից, քիմիայից ու մնացած բաներից, որովհետեւ հասկացա ինձ իրանց այդ միավորները բացարձակ չեն հետաքրքրում ու դա բերեց նրան, որ ես շատ առումներով դա հիմք դրեց իմ ամբողջ ոնց որ մասնագիտական կարիերային։ Եվ դրանից հետո ուղղակի ոնց որ ինքս որոշում եմ դա իմ համար կարևոր է թե չէ։ Եվ դա ինձ թվում է շատ խելամիտ է եւ այսօր երբ որ մենք խոսում ենք երիտասարդների մասին, մենք պետքա իրենք պետք է հասկանան, որ իրենք են իրենց կյանքի տերը։ Այդ ամբողջ դրվածքը, ընտանիքի կարծիքը, ընկերների կարծիքը, խորհուրդներ, բան եւ այլն, դրանք ինչ որ պահի դրությամբ էլեական չեն լինելու, այսինքն դու մնալու ես քո կայացրած կամ քո փոխարեն կայացրած որոշումներով եւ քո կյանքը արդեն պայմանավորված է լինելու դրանով։ Դրա համար ինչքան շուտ դա գիտակցես եւ ինչքան շուտ ոնց որ քո կյանքը վերցնես քո ձեռքերը, այդքան դու պատասխանատու կլինես քո կյանքի համար։ Իհարկե շատերը սկսում են մեղադրել ուրիշներին, իրենց կյանքի չստացված լինելու, իրենց մասնագիտության բան եւ այլն, բայց ես կարծում եմ, որ մարդը դա շատ հեշտ տարբերակ է մեղադրել ուրիշներին, բայց մեղադրելով դու պատասխանատվությունը քո վրայից գցում ես, իսկ դա երևի ամենավատ բանը։ Իսկ օրինակ այդ բանը ո՞նց եղավ, որ տնտեսագետի որակավորում ստացար ու տենց էլ ոնց որ քեզ պետք չեկավ։ Ես էլի համալսարանում մոտավորապես երկրորդ կուրսում հասկացա, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել, ես վստահ արդեն գիտեի, որ ես բացարձակ հետաքրքրված չեմ այդ ոլորտում, այսինքն ստանդարտ սցենարով ես պետք է աշխատեի այսօր բանկում, կորպորատիվ աշխարհում կամ օրինակ ֆինանսների նախարարության օրինակ աշխատակից լինեի։ Ու մի օրի միջայլոց գնացի անցկացրել եմ ֆինանսների նախարարությունում ու ես այդ օրը առավելևս այդ պրակտիկայի ընթացքում հասկացա, որ դա բացարձակ այն կյանքը չի, որ ես ուզում եմ։ Եվ դա իմ համար շատ ավելի հստակ դարձրեց, թե ինչով եմ ուզում զբաղվել։ Այդ առումով ես հետո նույնիսկ մի պահ եղավ, որ որոշեցի, որ միգուցե կարող է պետք է գնամ եւ դիզայն սովորեմ, եւ մի օր գնացի ուղղակի Գեղարվեստի ակադեմիայի դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը, այսինքն ես այդ ժամանակ ասենք երկրորդ կուրս էի, գնացի 4-րդ, 5-րդ կուրսեցիների այդ պաշտպանությանը եւ ես հասկացա, որ իրենց պաշտպանության թեման այնա ինչ որ ես արդեն օրինակ բրենդբուք էին իրանք ներկայացնում, այն պարագայում, որ ես ամիսը 3 հատ բրենդբուք էի ֆրիլանսով անում ու տենց վաճառում, ես հասկացա, որ ես ընդեղ էլ ոչինչ չունեմ սովորելու եւ իմ համար պարզ դառավ, թե ինչով պետք է զբաղվեմ ու դա ինձ մի քիչ ինքնավստահություն տվեց այն ամեն ինչի մեջ, ինչով որ ես զբաղվում եի։ Եվ կարծում եմ, որ մարդիկ ուղղակի պետքա այդ ֆորմատները ու այդ կարծրատիպերը այդքան շատ լուրջ չընդունեն։ Հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ այդքան լուրջ չէ, այսինքն մի քիչ խաղային բան կա ամեն դեպքում, որ պետքա ոնց որ հենց այդ խաղի կանոններով է շարժվել։ Կա ընկերություններ, ովքեր խոշոր են, կա որ սկսնակ են կամ միջին
քո համար տարբերություն կա, ում հետ ես աշխատում։ Տարբերություն չկա իմ վերաբերմունքի մեջ, բայց տարբերություն կա արդյունքի կարևորության մեջ։ Բնականաբար մեծ պրոյեկտները պատասխանատվությունը ավելի շատ է, ազդեցությունն ավելի շատ, էֆեկտն ավելի շատ, մասշտաբներն են ավելի մեծ եւ բնականաբար այդ պրոյեկտների վրա աշխատելը շատ ավելի հետաքրքիր է, որովհետեւ դու մի բանի վրա ինչ որ կարաս աշխատես, մեկի ասենք մի շաբաթ հետո կարող ես ամբողջ քաղաքում տեսնես քո աշխատանքի արդյունքը, որտեղ եւ դա իրականում շատ ոգևորիչ է, բայց դրա հետ մեկտեղ կան փոքր պրոյեկտներ, որոնք շատ արագ մեծանում են ու այդ դեպքում դու լրիվ ուրիշ բավարարվածություն ես ստանում, երբ որ դու զգում ես, որ դու այսօր էական մասնակցություն ես այդ աճի մեջ։ Մեծերի պարագայում այդքան ոնց որ էլի կարևոր է քո մասնակցությունը, բայց ինքը մեկը մեծ է, մեկը ինչ որ այդ մասշտաբի էֆեկտը իրանը ոնց որ անում է։ Բայց իրականում իմ համար պրոյեկտի չափը կարևոր է միջև պրոյեկտի սկսելը։ Որովհետև արժեք բանը, բայց դրանից հետո իմ համար բոլոր պրոյեկտները նույն կարևորություն ունեն, որովհետև եթե արդեն մենք զբաղվում ենք այդ պրոյեկտով, նշանակում է դի մաքսիմալ ամեն ինչ դնենք դրա մեջ ու ստանանք լավագույն հնարավոր արդյունքը, որը մենք կարող ենք տալ։ Ու այս մոտեցումը իրականում մի քիչ ազատություն է տալիս, որովհետև շատ կարճած չես լինում, ասենք, թե այս մի պրոյեկտ ավելի թանկ է, այս մեկ ավելի էժան է, այս մեկ բնականաբար քո մոտ ինչ որ sense բաներ լինում է, բայց ես կարծում եմ, որ մեր ծառայություններից օգտվելու ոնց որ շեմը այնքան բարձր է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն դա անցել են, նշանակում է, որ իրանք արժան են շատ լուրջ վերաբերմունքի ու այդ կարևորությունը ու այդ հոգատարությունը պրոյեկտի նկատմամբ իրանք պետք է մաքսիմալ զգան անկախ նրանից, թե օրինակ իրա կողքը կա 10 անգամ ավելի թանկ պրոյեկտ թե չէ։ Եվ դա միշտ է մեր մոտ եղել, մենք երբեք այդ տարբերակումը չենք դրել եւ կարծում եմ, որ նաեւ մեր գործընկերներն միշտ դա գնահատել են։ Որովհետեւ մենք բնականաբար ունենք պրոյեկտներ, որոնք մեր համար շատ եկամտաբեր են եղել, ունենք պրոյեկտներ, որոնք օրինակ մեր համար վնասող են եղել, բայց օրինակ կարևոր պրոյեկտներ են եղել։ Եղել են պրոյեկտներ, որոնք մենք անվճար ենք արել, բայց դա ավելի քիչ կարևոր իրան չի դարձրել մեր համար։ Բայց օրինակ եղել է կամ ասենք հաճախորդը ինչ պետք է անի, որ դու իրան ասես տեսություն։ Այդ ինչ պետք է։ Հիմնականում դա լինում է sense մարդկային հարաբերությունների մակարդակի վրա։ Այսինքն դա երբեք մեր կողմից ամենայն դեպս չի լինում, ասենք, պրոյեկտի ընթացքից ելնելով։ Որովհետև պրոյեկտները ոչ միշտ են շատ հարթ գնում, այսինքն դեռ կարա խնդիրներ լինի, կարա անհամաձայնություններ լինեն, կարա դժվար գնա process-ը, բայց դա մեր համար երբեք խոչընդոտ չի, որովհետև մենք շատ անգամներ ենք եղել նման իրավիճակներում եւ միշտ հաղթահարել ենք, եթե դիմացի կողմից եղել է այդ պատրաստակամություն եւ ճիշտ վերաբերմունքը։ Եվ եղել են դեպքեր, որոնք եղել են շատ մեծ պրոյեկտների միջայլոց, շատ թանկ պրոյեկտներ, բայց մարդկային շփման առումով մենք զգացել ենք, որ մենք ուղղակի չենք ուզում այս մարդկանց հետ աշխատենք, որովհետև այնտեղ դիմացի կողմից կա օրինակ ոչ պատշաճ վերաբերմունք, կա օրինակ, չգիտեմ, անվստահություն կամ կա տարբեր ինչ որ ներքին իրանց կորպորատիվ հարաբերությունները, որը ազդում են մեր պրոյեկտի ու այսինքն մենք երբ որ զգում ենք, որ մենք ինքներս մեր աշխատանքից բավարարված չենք լինելու, մենք հպարտ չենք լինելու մեր արած աշխատանքով, մենք տենց արժեքի պրոյեկտ չկա, որից պատրաստ չենք հրաժարվել։ Եվ մեր պատմությունը դա ցույց է տալիս, որովհետև մենք հիմնականում այ հենց այդպես մեծ պրոյեկտներից է հրաժարվել ենք ընթացքում։ Այսինքն այդ տարբերակը բացառված է, որ հաճախորդը ասի դու վստահ լինես 100%, որ այդ չի աշխատելու, բայց անես, որովհետև, ասենք, շահութաբեր է։ Մեր կարծիքը միշտ ասում ենք, մաքսիմալ sense ուղիղ եւ ազնիվ ենք, որովհետև շատ դեպքերում մենք ի սկզբանե մարդկանց այդ մեր ազնիվ կարծիքը ասելու պատճառով իրենց հետ ենք պահել այդ պրոյեկտից ու առհասարակ բիզնեսից, որը որ եթե մենք անենք շատ եկամտաբեր կլիներ, բայց փորձը ցույց է տվել, որ
երբ որ դու իսկականից ազնիվ ես լինում եւ իսկականից մարդը տեսնում է որ դու իրան ոչ թե փորձում ես ինչ-որ բանը հենց այդ պահին վաճառես, այլ իրանք իսկականից հոգատար վերաբերմունք են քեզնից զգում, դա միշտ դրական ձևով քեզ հետ է գալիս։ Ու ես չեմ ասում են բաների, ցիտատների տեսքով, էլի, այսինքն եղել է դեպք, երբ որ մարդ եկել է մեր մոտ, մենք հրաժարվել ենք իր պրոյեկտից այն պատճառը, որ կարծել ենք, որ ինքը ծոր սխալ բիզնեսի մեջ է մտնում ու չարժի սենց անեի, ինքը 2 ամիս հետո մեր մոտ վերադարձել է 10 անգամ ավելի մեծ պրոյեկտով եւ դրանից հետո մենք արել ենք եւս ասենք 5 կամ 10 պրոյեկտ իր հետ։ Այդ մի փոքր պրոյեկտից հրաժարվելով։ Եվ գիտեք ոնց է, սա բանը, սա երկարաժամկետ խաղ է։ Այսինքն դու երկարաժամկետ հարաբերություններ ես կառուցում ու շատ դեպքերում դու փորձում ես ուղղակի ոնց որ հնարավորինս օգտակար լինել, հնարավորինս պոզիտիվ լինել ու դրական ոնց որ ինչ-որ բաներ փոխանցել մարդկանց, լավ խորհուրդներ տալ, բնականաբար դրանցից 80%-ը ուղղակի տենց ոնց որ քեզ շնորհակալություն են ասում ու գնում են, բայց դրանցից ինչ-որ մի մասը քեզ հետո ուրիշ տեսքով միշտ հետ է գալիս։ Այ ասացիր երկարաժամկետ խաղ, օրինակ ժամանակի գործոնը ինչքանով է կարևոր, որ դու լավ լավ լոգո ստանալու համար ձեզ ինչքան ժամանակ է պետք։ Երբեմն կարող է ասենք 2 ամիս պետք լինի, երբեմն կարող է 5 րոպե։ Շատ ինդիվիդուալ է եւ շատ տարբեր կարող է դա ստացվի, բայց այդ 5 րոպեանոց լոգոն ավելի վատը չի, քան թե 2 ամսվանը։ Շատ դեպքերում շատ ավելի լավն է։ Մենք դեպքեր ենք ունեցել, երբ որ օրինակ բրենդինգը, այսինքն լոգո է ստեղծվել, դրա հիման վրա բրենդինգը արվել ու դա եղել է այն ամենաառաջի տարբերակը, որը նույնիսկ օրինակ առաջի հանդիպման ընթացքում գաղափար արդեն եկել է, կարող ասած դրաֆտով նկարել ենք, հետո այդ լոգոն սարքել ենք, դրանից հետո արվել է եւս 10 տարբերակ, ծախսվել է մի քանի ամիս, բայց վերջում հետ ենք եկեն ամենաառաջի տարբերակին ու իրանք տենց երջանիկ են եղել հենց այդ ընտրված լոգոյով, բայց որպեսզի դա իրանց համար արժեքավոր լինի, իրանք պետք է ամբողջ այդ բանը անցնել, հա։ Բանը cycle անեին, որ հետ գային այդ կետին, էլի։ Դրա համար շատ ինդիվիդուալ է, իրականում որովհետեւ այսօր լոգո սարքելու համար հենց տեխնիկապես շատ ժամանակ պետք չի։ Ժամանակ պետք է գաղափարի համար, ժամանակ պետք է գաղափարը ճիշտ ձևակերպելու համար։ Այսօր եթե դու ունես լավ գաղափար եւ կարաս ձևակերպես քո միտքը, դու կարաս օրինակ նույն AI-ով այդ լոգոները ասենք շատ արագ ստանաս, բայց հենց սա խնդիրը նրա մեջ է, որ մարդիկ շատ դեպքերում չունեն այդ գաղափարները, չեն կարողանում իրենց նույնիսկ մտածածը ձևակերպել։ Ես մի հատ բժիշկ ընկեր ունեմ, որը մի հատ շատ հետաքրքիր միտք ասեց, ասում է ես նկատել եմ, որ տղամարդկանց ռովեր չգիտեմ ինչի հատուկ ասում, որ հայ տղամարդիկ ասում է, ոնց որ երբ որ գալիս են բժիշկի մոտ, ոնց որ չկարողանան ձևակերպեն իրենց խնդիրը։ Այսինքն ինչ որ խառը մտքեր են ասում, արտահայտություն, բայց ոնց որ չկարողանա ձևակերպի իր բուն խնդրումը ինչի մեջ է։ Ու դա գալիս է եւ ես կարծում եմ, որ ասենք քիչ բառապաշարիչ կամ օրինակ քիչ կարդալուց քո միտքը, այսինքն դու ինչ-որ բան զգում ես ներսից, բայց չես կարողանում արտահայտես։ Հա, մաքսիմալ լավ։ Հա, դրա համար օրինակ բժիշկը չի կարողանում քեզ ճիշտ դիագնոզ դնի, ճիշտ բուժում նշանակի, որովհետեւ դու ընդհանրապես, ասենք, կոմունիկացիայի խնդիր ունես։ Օրինակ հասկանանք, որ դա ասենք, չգիտեմ, կրթության հետ է կապված, միջավայրի հետ է կապված, առհասարակ մի քիչ, ասենք, բառապաշարի հետ է մարդկանց հետ կապված, այսինքն որովհետեւ բոլորս է ինչ որ մի էտապ մեր կյանքում անցկացրել ենք փողոցում, անցկացրել ենք տենց բակային միջավայրում ու բնականաբար ինտելեկտուալ առումով որոշակի դեգրադացիայի դա բերում է ամեն դեպքում, բայց շատ կարևոր է որ դա ճիշտ ժամանակ գիտակցես ու սկսես ուղղել, ոչ թե ինես ասենք 40 տարեկան հասուն տղամարդ բիոլոգիական, բայց ասենք ուղեղով եւ զարգացվածությամբ ասենք 13 տարեկանի բանի վրա մակարդակի։ Եղել է որ շատ լավ գաղափար ընդունել եք, հաճախորդը լավ մարդը ամեն իդեալական գնում է, բայց նույնիսկ ոնց որ կոկորտին կանգնի այդ գործը, այդ product-ը չկարողանաք ավարտեք։ Եղել է տենց բան։ Եթե եղել է պատմեք տենց ինչ որ մի հատ դեպք, եթե չէ, ինչքան հաճախ դա կարա լինի, հա, որ դժվարություն ունենաք, առաջ չկարողանաք տանել աշխատանքը։ Շատ դեպքերում դա գալիս է այնպես, որ մարդիկ ուղղակի չեն կարողանում վերջնական որոշում կայացնել։ Այսինքն մարդիկ կան, ովքեր միշտ այդ
ավելի լավը փնտրելու ցիկլի մեջ են ու իրանք շատ դեպքերում ասենք ունենալով արդեն հաստատելով մի բան, հետո էլի են ուզում, անդա չեն կարողանում վերջնական տարբերակ որոշեն ու դա բերում է նրան, որ բնականաբար նաև մեր ինտուզիազմն է դրանից փոխվում, որովհետև արդեն շատ փոքր պրոյեկտ կա ամիսներով ձգվի, մենք դից էլ չկարողանանք ավարտենք կամ ասես տարբեր ոնց որ դինամիկաների մեջ են, որովհետև դա շատ բնական է, որովհետև մենք այդպես մեխանիկական աշխատանք չենք անում, այսինքն մեր աշխատանքի դեպքում ամեն դեպքում կարևոր է որ մենք ծոր տաքացած լինենք պրոյեկտով, մաքսիմալ մտած լինենք պրոյեկտի մեջ, որովհետև երբեմն այդ պաուզաները կամ իրենց մտածելու բաները, էտապները կարող է ամիսներ տևեն ու բնականաբար դու այդպես մի քանի ամսով այդ պրոյեկտը սառեցնում ես, հետո մի քանի ամսից նրանք վերադառնում են, արդեն դու այդ ընթացքում 60 հատ այլ պրոյեկտներ ես արել ու քեզ պետք է նորից մտովի հետ գալ դրա մեջ, արդեն շատ դետալներ մոռացած ես լինում ու բնականաբար տենց պրոյեկտները ավելի ծանր են գնում շատ դեպքերում նրանց որ սկիզբը ու ավարտը իրար հետ այդքան ներդաշնակ կապված չեն լինում ու ես դա իմ մենեջմենտի նաև ոչն է ու դրանից որոշ առումով նաև իմ թիմը տուժում է, ես սիրում եմ ամեն ինչ շատ արագ, դինամիկ անել, տեմպ ունենալ, մի քիչ այդ անհանգստություն ունենալ պրոյեկտի մեջ լարվածություն, որովհետեւ մենք կարողանանք ոնց որ մաքսիմալ ոնց որ ինտենսիվություն ապահովել ու արագ արդյունք ստանալ։ Շատ դեպքերում դա ոնց որ էֆեկտիվ է լինում, երբեմն ոնց որ ես զգում եմ, որ դա մի քիչ շատ է լինում օրինակ թիմի համար ու ասենք մի քիչ ինձ հետ եմ քաշում, տեմպը թույլատնում ենք, որպեսզի ավելի ոնց որ շատ կարողանանք տրամադրենք, բայց այդ մոտեցումներից ելնելով կարա ոնց որ ընթացքը շատ էական փոխվի։ Լոգոյի հետ կապված այս հարցն է դարքիր, արդյոք լոգոն ոնց որ այդ մարդը որ տեսնում է, պետք է դրա բացատրությունը իրան տալ, թե ինքը իրանով արդեն պետք է հասկանալի լինի կամ թեկուզ եւ հասկանալի չլինի իր լոգոն պետք է որովհետեւ կերպ բացատրվի հաջախորդին չէ պատվիրատուին չէ մարդուն սովորական ով որ տեսնում է սպառողին սեփական մեր օրինակով նայենք իմջալուց տենց այդ ազատություն կա որ մենք այսինքն քաղաքային միջավայրով ապրող մարդիկ, ասենք այդպես մեգապոլիսներում ապրող մարդիկ, օրական մոտավորապես 15000 լոգո են տեսնում։ Մի օրվա ընթացքում։ Որովհետև դու արթնանալու վարքյանից անընդհատ ինչ-որ լոգոների, բրենդերի հետ ես առաջում։ Հեռախոս, ատամի մածուկ, հետո խոհանոցում ինչ-որ բան։ Ու տես դու զգալի փողոց, միլիոնավոր լոգոներ բանի վայր են։ Եվ բնականաբար ոչ մեկ քեզ ամեն անգամ չի բացատրում, ասենք, օրինակ, այս Apple-ը որ տեսնում ես, սա այս սենց է եղել, այս մեկը սենց է։ Ու ոչ մի բրենդ այդ հնարավորությունը ու ռեսուրսը չունի ու առհասարակ ոչ մեկ ինչի էլ հետաքրքրում։ Ես օրինակ միշտ այդ հարցը տալիս եմ, ասենք, մարդը ամբողջ կյանքը, չգիտեմ, BMW-ը քշում, ես իրան հարցում եմ, գիտես այդ մեքենայի լոգոյի գաղափարը ու 99% երբեք չգիտեն ու չի հետաքրքրում ու պետք է չի հետաքրքրի անկեղծ ասած։ Կարևորը ինչա զգում այդ լոգոն տեսնելուց։ Զգում է իրան ավելի կարևոր, զգում է իրան ավելի մաչո, ավելի կայացած տղամարդ, օրինակ, չգիտեմ, BMW-ի մասն ենք խոսում։ Իսկ այդ դեպքում կարելի է ասել, որ լոգոն այդքան էլ դեր չի տանում, թե ինչքանով այդ բրենդը այդ լոգոյով կճանաչեին, թե այլ լոգոյով կճանաչեին։ Չէ, այդքան տենց չի աշխատում, որովհետև կարևոր չի որ դու իմանաս իր բովանդակությունը, բայց կարևոր է ինչ ես զգում, ոնց որ ասեցի։ Ու լոգոն կարա, օրինակ տեսեք, Kia-ն շատ երկար ժամանակ ու հիմնարոտ շատ, օրինակ հիմա այս չինական մեքենաները, որ արդեն մտել են մեր շուկա, չէ, օրինակ նույն մեքենան, որտեղ իրանք ունեն օրինակ արտադրած արտահանման համար ունեն իրենց ներքին շուկայի վրա նախատեսված, օրինակ այն մեքենաները, որոնց վրա ասենք, օրինակ չիներեն լոգո է դրված, այդ մեքենաները մարդիկ չեն ուզում առնել։ Կամ ես շատ եմ նկատել, որ այդ լոգոն ուղղակի դրանից հանում են։ Որովհետև դա իրենց ոչ մի չի ասում, այսինքն դա իրենց ստատուսի մասին ոչինչ չի ասում եւ բնականաբար ոչ մեկ չի ուզում տենց ինչ-որ անհասկանալի անունով թեկուզ շատ դեպքերում լրիվ նույն մեքենաներն են։ Ուղղակի մեկը օրինակ եվրոպական շուկայի համար է կամ արտահանման, մեկը տեղական շուկայի համար։ Եվ դա թերագնահատել շատ սխալ է։ Նույնիսկ Kia-ն օրինակ շատ երկար ժամանակ Kia-ին ամենախանգարող բանը իր վատ լոգոն էր։
որովհետև դու չէիր կարողանում, ասենք, իրան ընկալել նենց ոնց որ օրինակ եվրոպական մեքենաները, որովհետև ինքը տենց Asian մեքենայի տեսք ուներ, Asian մեքենայի լոգո ուներ։ Ասել, որ դա մենակ կախված է լոգոից, բնականաբար սխալ է, բայց դա շատ կարևոր դեր ունի։ Համապատասխան պետք է լինի գոնե, էլի, եթե Համապատասխան շատ դեպքերում, օրինակ շատ բրենդերի ու ես դրանում ինչ-որ ներքին համոզում ունեմ, որ շատ բրենդերի դեպքում իրենց հաջողության 80%-ը իրենց լոգոից է գալիս։ Օրինակ տեսեք, կա Amy Paris բրենդը, իր սրտիկով լոգո, ես վստահ եմ, որ այդ բրենդը այդքան հիշվող, ճանաչելի ու հաջողված է այսօր, մենակ իր լոգոյի հաշվին։ Կա օրինակ Ամիրի բրենդը, գիտեք, նորաձևության էլի բրենդ է, ունի տենց մոնոգրամ AM, իր հաջողության շատ էական մասը իր այդ ստացված լոգոից է։ Ու տենց կան շատ բրենդեր, որոնք ես համոզված եմ, որ իրանց խանգարում է իրանց վատ լոգո։ Շատ բրենդեր կա, որոնք որ դա շատ ուղիղ ձևով զգացել են նաև բիզնեսի վրա։ Ժամանակին, եթե հիշում եք, Burberry բրենդը բան արեց, փոխեց իր լոգոն, գնաց ինչ-որ պարզ գրվածքի եւ դա հստակ վաճառքների վրա սկսեց ազդել։ Gap բրենդը իրենք փոխեցին ավելի թարմ, ավելի ժամանակակից լոգոյի եւ ասենք sense վաճառքները այսպես ընկան, որովհետև դառան անդեմ, ասենք բրենդ, որը ոչինչ չէր ասում, հետ եկան իրանց այն դասական լոգոին, որը որ արդեն 30 տարի ունեն։ Եվ լոգոն շատ կարևոր դեր ունի։ Ոնց որ բրենդի անունները շատ կարևոր դեր ունեն բիզնեսների համար։ Բայց կարևոր է ոնց որ հասկանալ, թե ինչ դեր են խաղում, այսինքն դա բացարձակ տենց հանրագիտարանի բաներ չեն, ասենք տենց բացատրություններ չեն, էլի դրանք ավելի շատ տենց էմոցիոնալ բան ունեն իրենց մեջ եւ մեր գործը հենց դա է գտնել այդ էմոցիոնալ կապերը եւ ճիշտ ձևով դա ձևակերպել։ Այդ փոքր ձևակերպումները կարևոր են պատվիրատուի համար, որ ինքը իմանա ու ինքը հավատա դրան։ Բայց մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ երբեք ձեր հաճախորդին մի ծանրաբեռնեք բացատրելով, թե ինչա դա նշանակում։ Եթե ինքը հասկացավ, չէ, երևի պետք է լիճի։ Օրինակ այդ բանը ոնց է աշխատում, որ անունը ուղղակի բրենդը իր անունն է, ինչ որ շրիֆտով գրած, ու մեկ-մեկ է շատ դժվար արտաբերելի, բայց ասենք հաջողություն ունի այդ բրենդը։ Ոնց է դա մարդու վրա ազդում։ Ինչ կետեր է, հա, որ տենց աշխատում է մարդու վրա։ Այդ շատ լավ հարց է ու ստեղ ոնց որ պետք է նայել մի քանի հարցությունները, որովհետև բրենդերը ու իրանց լսարանները շատ տարբեր են։ Ինչքան դու ավելի Asian segment-ում ես, այդքան ավելի པարզ հասկանալի, sense արագ ընկալվող բրենդ է պետք։ Ինչքան դու գնում ես վերև, այդքան դու քեզ կարաս թույլ տաս ավելի բարդ լինես, ավելի դժվար տպավորվող լինես, ավելի sense ասած նիշային լինես, որովհետև դու գործ ունես sense թիրախային լսարան, որոնց դուր է գալի, որ իրանք նենց բրենդից են օգտվում, որի անունը դժվար է, ասենք, լեզուդ կոտրվում է, երբ որ ասում ես։ Ամեն մեկը չգիտի էլի։ Հա, ստեղ լրիվ այդ ամեն չկապված է, թե ինչ բրենդ է սարքում, ում համար է նախատեսված, որովհետև շատ դեպքերում մարդիկ ուղղակի սխալ օրինակների են նայում, այսինքն սխալ օրինակի են նայում ու թվում է իրանց որ այս մեկը օրինակ բարտանում ունի, բայց իր մոտ ստացվել է։ Բայց երբեք չեն խորանում, այդ ինչ կոնտեքստում է եղել, ինչ բրենդ է, երբ է հիմնադրվել, որովհետև երբեմն բրենդեր կան, որոնք ասենք 100 տարի առաջվա բրենդեր են ու այն ժամանակ բնականաբար ասենք 5 հատ բրենդ կար այդ ոլորտում ու բնականաբար բոլորն է հիշվել են, ասենք դու չես կարող երբեք քեզ համեմատես այդ 100 տարվա բրենդի հետ։ Այսօր մարդիկ ոչ թե 5-ի մեջ են ընտրում, այլ 5000-ի մեջ են ընտրում ու այդ 5000-ի մեջ հիշվելը շատ ավելի դժվար է, քան թե այն ժամանակ։ Ես հիմա ցույց կտամ լոգոներ, դու ասա ինչ կփոխեիր իրենց մեջ։ Coca-Cola-ն լեգենդար լոգո է, բնականաբար այսօր եթե լոգո սարքվեր, ոչ մեկ sense լոգո չէր սարքի, բայց իր ամբողջ արժեքը հենց նրա մեջ է, որ ինքը այս 100 տարուց ավել համարյա չի փոխվել ու նման լոգոին կպնելու ուղղակի հանցագործություն է։ Գույնը չէր փոխի։ Ոչինչ չի փոխի։ Ես ուղղակի Coca-Cola-ն ինչի եմ դրել, որտեվ շատ էի լսել կողքից, որ այս իրոք դիզայներների կողմից, որ իրոքից ոչ հասկանալի է, կարդացվում, բան որ դիզայների կողմից սա շատ սխալ ինչ որ լոգո է, էլի, ոչ մեկ տենց սխալ չի, բայց դա արվել է, ասենք
20-րդ դարի սկզբին, երբ որ ոչ մի դիզայն, լոգո, ցած հասկացություններ չկային ու այն ժամանակ արվել է մի բան, որը որ շատ լավ եղել։ Ու իրականում եթե մենք նայենք, ինքն է որ 100 տարի առաջ հենց այս լոգոն ասարկես, է շատ էվոլյուցիա ապրած, ուղղված տարբերակ է, բայց մեկը այդ հետևողականությունը ու այդ արմատներին կպած լինելը իրան հենց սարքելա Coca-Cola։ Հաջորդը Բուրմունքի լոգոյի գաղափարը ինձ շատ դուր է գալիս, իրականացման մեջ ես իրան մի քիչ ուրիշ ձեռք սարքեի, բայց գաղափարը այդ բուրմունքի այդ սենց բացվելու գաղափարը իրականում շատ լավն է։ հանրային առաջի ալիք։ Հանրային առաջի ալիքը Դուք եք արել։ եկեք էքսկլյուզիվ անեմ, ոչ, մենք չենք արել։ Մենք այս լոգոն եղել է հենց այն պատճառը, որի համար մենք հրաժարվել ենք այս պրոյեկտից։ Սա օրինակ այդ մեծ պրոյեկտներից մեկն է, որից մենք հրաժարվել ենք, որովհետև ընթացքում պատվիրակում սկսեցին ինքնուրույն լոգոներ սարքել ու մեզ պարտադրել, որպեսզի մենք այդ լոգոյի հիման վրա ոնց որ անենք մնացածը եւ մենք ուղղակի հրաժարվել ենք պրոյեկտից։ Իմ կարծիքով լոգոն ստացված չի։ Ու մի բան է ասեմ, իրանց նախորդ լոգոն, որից որ փոխել են սա 5 անգամ ավելի լավն է ու մեր առաջարկը իրականում չփոխել իրանց հին լոգոն, մի քիչ էվոլյուցիայի ենթարկել, մի քիչ ավելի բանալ, որտեղ իրականում շատ հաջողված, շատ լավ, մինիմալիստական, հեշտ ընկալվող ճանաչելի լոգո էր եւ շատ սխալ էր դա փոխել։ Սա ուղղակի նայի։ Առաջ երթին չես կարծում, ինչ լոգո է։ Ինչ կարա լինի։ Դե ենթադրում եմ, որ երաժշտության հետ կապված է, այդ օի հետ կապված, ստեղ մի քանի թերություններ կա, այս մեջտեղի օի մեջի գծիկի եզրագիծն է կապույտ գնով, որը որ թվում է, որ ոնց որ սխալ լինի ավելի շատ, այլ ոչ թե բրենդի էլեմենտ, որովհետև եթե մենք սա ասած փոքրացնենք, օրինակ դնենք, փորձենք դնել, ասենք այցեքարտի վրա, մենք այդ բոլոր դետալները այստեղ կկորցնենք, իսկ դա նշանակում է, որ լոգոն այդ տեսանկյունից լավ չի սարքված։ Այս նույն գաղափարը ուղղակի պահելով կարելի է մի քիչ այդ մեջտեղի գիծը հաստատցնել, ավելի արտահայտած սարքել, այդ երկրորդական գույնը հանել, որտեղ դա կարելի ասել լրիվ կորածած է ու լրիվ անիմաստ է, ու ոչ մի արժեք չի տալիս լոգոյին, շատ ավելի լավ կլինի, շատ ավելի ընկալելի։ Մեր YouTube-յան ալիքն է, որտեղ որ հոգևոր երաժշտություն ենք մենք կիսվում։ Որ ասում ենք մարդիկ մի տեսակ են լինում, ու sense հանդարտ քնի նախապատրաստող եւ ուղեկցող։ Դա ուղեկցող մեդիտատիվ ինչ-որ բան կա, բայց ամենդեպքում հոգևոր տեքստի հիման վրա գրված երաժշտություն է։ Դա շատ հետաքրքիր է։ Մեր գերբի հետ կապված կա ոնց որ մի քանի դիրքորոշում, այսինքն մի քանի կողմից կարելի է իրան նայել, նախ գերարդիկ տեսանկյունից, այսինքն որովհետև գոյություն ունի տենց մասնագիտություն, գերարդիկա, որը որ շատ երկար պատմություն ունի ու առհասարակ բոլոր նմանատիպ գերբերը, որոնք հիմնականում դարձել են ոնց որ եվրոպական այդ ավանդույթներից, ունեն հստակ կանոններ, թե ոնց արվի եւ ցանկացած էլեմենտ ստեղ ոչ թե ունի միայն վիզուալ էսթետիկ նշանակություն, այլ նաև գաղափարական եւ դրանք ոնց որ ունիվերսալ, ասած ասած վիզուալ լեզու է։ Համամարտկային, հա։ Եթե այդ տեսանկյունից նայենք, մեր գերբը ունի բազմաթիվ թերություններ։ Սկսած ակնհայտ թերություններից, այսինքն օրինակ երբ որ գերալդիկայի մեջ, երբ որ կենթանի է պատկերված, այդ կենթանին պետք է լինի ավելի ագրեսիվ, ավելի հարձակողական տեսքով, իսկ կենթաները երբ որ հարձակվում են, օրինակ բերանը բացում են, այսինքն ըստ ճիշտ գերալդիկայի կանոնների, օրինակ մեր առյուծի եւ արծիվի բերանները պետք է բացված լինեին, լեզուները պետք է հանված լինեին, դրանք ավելի sense մարտական դիրքում պետք է լինեին, երբ որ պատկերված է թուր, այդ թուրը պետք է միշտ իր սուր կողմը եւս ներկայացված լինի, որը մեր դեպքում էլի կորած է, պլյուս եթե դուք ուշադիր նայեք, մեր գերբի այդ ստորին հատվածում, ասես լիքը խառը բաներ ոնց որ լցրած լինի, որը ոնց որ չի հասկացվում ինչ է, այնքան շատ դետալներ է մեջ է լցրած, որը որ վիզուալ իրան շատ ավելի ոնց որ անհասկանալի է սարքում, իսկ մյուս մասը եթե մենք իրան նայենք sense ասած գրաֆիկ դիզայնի տեսանկյունից, մեր գերբը ունի բազմաթիվ թերություններ եւս այդ տեսանկյունից, այսինքն եթե դուք zoom անեք ֆայլի վրա, ես որպես մասնագետ շատ միջև վերջի պիքսելը zoom եմ արել եւ ամբողջությամբ նայել եմ, այնտեղ բավականին շատ
էլի թերություններ կան։ Ես ժամանակ առ ժամանակ ոնց որ ինչ-որ նախաձեռնություններ ունեցել եմ սրա հետ կապված, օրինակ առաջարկել եմ ունենալ գերբի պարզեցված տարբերակը, ոչ թե փոխել գերբը, որովհետև գերբը ամրագրված է սահմանադրության մեջ եւ փոփոխություն նշանակում է սահմանադրություն փոխվի բան եւ այլն։ Ես առաջարկել եմ ունենալ գերբի պարզեցված տարբերակ, որը կհանդիսանա որպես լոգո եւ օրինակ պետությունը, կառավարությունը օրինակ թվային միջավայրում կամ օրինակ տպագրական նյութերում կարողանա դրանք օգտագործել եւ դա շատ ընդունված պրակտիկա է, այսօր բոլոր զարգացած երկրները ունեն այդ տրամաբանությունը իրենց ավանդական գերբերի եւ դա շատ հաջողությամբ օգտագործում են, բայց մեր մոտ երբեք դա օֆիցիալ չի ընդունվել։ Իսկ այդ տարբերակում ինչ որ փոփոխություն լինելու էր, թե Ոչ գաղափարական, այսինքն մենք ինչքան է որ գիտենք, որ սխալ է, որ օրինակ առյուծի բերանը փակ է, մենք չենք բացել բերանը։ Բայց օրինակ բարձրացրել ենք, էլեմենտները քչացրել ենք, ամեն ինչը շատ ավելի հավաք ենք սարքի, ավելի քիչ դետալներ ենք մեջը պահպանել, եւ այդ տեսանկյունից իրան երբ որ օրինակ փոքրացնում ես այս չափի նույնիսկ, ինքը մեկը ճանաչելի է, մեկը ընկալվում է, մեկը դու միանգամից հասկանում ես, որ դա գերբն է եւ օրինակ, չգիտեմ, փոքր գրիչի վրա երբ որ դու փորձես ես գերբը դնել, դու կստանաս մի հատ sense դեղնասև, մի հատ sense ինչ-որ գունդ, որը բացարձակ չի հասկացվի ինչ է։ Իսկ մեր լոգոն կապ չունի չափով դնես, միշտ ընկալվում է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Շատ պրիմիտիվ լոգո է, կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր բան կարելի էր անել, շատ թերություններ վիզուալ ու տենց մասնագիտական ունի ու բայց ամենակարևորը նաև գաղափարական առումով տենց չափազանց պրիմիտիվ լոգո է, այն պարագայում, որ ես կարծում եմ, որ ֆուտբոլի հավաքականի լոգոն դա ոնց որ եթե չասեմ պետական սիմվոլիկա է, բայց նմանատիպ ոնց որ հպարտություն տվող էլեմենտներից մեկն է պետական եւ շատ կարեւոր է դրա ճիշտ օգտագործումը, դրա լավ լինելը, այսօր որովհետեւ եթե նայենք, ասենք նույն այդ եվրոպական ակումբների օրինակ լոգոները կամ ազգային հավաքականները, դրանք ասես լուրջ տենց իրանց գերբին հավասար ոնց որ սիմվոլներ են, որոնք մարդիկ տենց տարիներով ոնց որ sense փափագում են, որոնք տենց իրանց տանը կպցնում են, երազում են, որ բան sense իրանց տատուներ են անում, հա, ես օրինակ երբեք չեմ հանդիպել մարդ, որ օրինակ մեր այս բանը հա sense դաջեր իրա վրա էլի։ Կարող է սա պատճառը որ ճիշտ դասում։ Իհարկե, մենք օրինակ սա լավ տարբերակ ունենք, ես համոզված եմ, որ շատ են ֆանատներ, sense մեծ սիրով իրանց մեջքին են գերբը։ Անց որից ահա որ ոգեշնչվել ես, որի անունը հիմա կարող ես տալ ու ասել, որ քո կյանքում շատ մեծ դեր է խաղացել։ Այդ կարող լինի ռեալ մարդ, որին դու գիտես եւ որին որ երբևիցե չես հանդիպել։ Իմ կյանքում կան ու եղել են մարդիկ, ովքեր իմ համար ոնց որ շատ մեծ այդենց ոգեշնչման ու ճիշտ պահերին շատ դեպքերում նույնիսկ իրանք նույնիսկ կարող չեն նկատել դա կամ չեն հասկացել, որ իրանք այդ դերն են կատարել, բայց մեկը եղել է իմ պապիկը, որի հետ օրինակ ես երբեք օրինակ sense թեմաներով չեմ խոսացել, մենք երբեք տենց շփման մեջ այդքան նույնիսկ մոտիկեր չենք եղել, բայց իր օրինակի համար օրինակ միշտ շատ կարևոր է եղել։ Եվ շատ բաներ առհասարակ թե մարդ ոնց պետքա լինի, իրա ոնց պետքա պահի, տղամարդը ոնց պետքա լինի, իմ համար եղել է հենց պապիկիս կերպարը եւ մյուսը երևի դա կինս է, որը շատ խելացի է, շատ առումներով շատ ավելի խելացի է, քան թե ես ու ինքն եզակի մարդկանցից այն կյանքում, ում հետ ես կարամ ցանկացած թեմայով խոսամ, ցանկացած բանի հետ կապված անկեղծ ֆիդբեք ստանամ եւ դրա հիման վրա օրինակ իմ որոշումները կարող փոխվել։ Մնացած շատ դեպքերում ես կարող եմ բոլորին ասեմ, որ ես սխալվելու եմ եթե դա անեմ, բայց ես մեկը համարեմ, որ դա տենց է ու ինձ ոչ մեկ երբեք չի կարողանում հետ համոզել, բացի այդ մի հոգուց եւ ես կարծում եմ ոնց որ շատ կարևոր է որ մարդ իր կյանքում ունենա այնպես մարդիկ, որոնք այնպես մի քիչ ավելի տոտալ ազդեցություն ունեն։ Բնականաբար ես ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ օրինակ ինչ-որ թեմաներով կարողանում եմ իրանցից ոգեշնչվել, իրանց հետ տարբեր թեմաներ քննարկել, մենք շատ արագ կարողանում ենք նույն ալիքի վրա լինել ու այնպես շատ բաներ եմ ես իրանցից ստանում, բայց որ այնպես ավելի մի քիչ
գլոբալ մասշտաբով երևի այդ մարդիկ են։ Մեր հաղորդման ավանդական հարցը բոլորին տալիս ենք, ձեր յուրահատկությունը ըստ ձեզ։ Իմ ամենակարևոր երևի ամենայն դեպս այն հատկությունը, որ ես կարողացել եմ ոնց որ ճիշտ օգտագործել եւ ասած ասած մոնետիզացնել, դա այն է, որ ես շատ արագ ցանկացած գրեթե թեմայի հետ կապված կարողանում եմ նոր մտքեր ունենալ։ Այսինքն կապ չունի մենք ինչ բիզնեսից խոսանք, մոտավորապես 3-րդ րոպեին ես կարամ սկսեմ ձեզ գաղափարներ ասել այդ բիզնեսի հետ կապված, ոնց կարելի դա բարելավել, ինչ կարելի անել, ու շատ դեպքերում այդ մտքերը լինում են այնքան իմ համար ակնհայտ թվացող, բայց իրանց համար, դիմացիների համար շատ էական ազդեցություն ունեցող եւ շատ որոշիչ իրանց բիզնեսների համար։ Այն բառական որ դա ինձ ուղղակի տենց չգիտեմ նույնիսկ որտեղից այդ մտքերը sense ուղղակի գալիս են այսպես։ Ու դրա մասին ինձ նաեւ շատ ասել են դիմացիները, իմ գործընկերները, դրա համար ասում սա տենց այդ համեստ պատասխանը չէ, բայց ես իրականում համարում եմ որ դա իմ մոտ ստացվում է եւ ես փորձել եմ իմ աշխատանքը հենց դրա շուրջեր կառուցել։ Ինչ-որ չափով նաև հմտություն է դա, որը որ ժամանակի ընթացքում զարգացվել է, որովհետեւ ոնց որ ես միշտ աշխատում եմ այդ ուղղությամբ, ես միշտ աշխատում եմ ոնց որ հավաքեմ գաղափարներ։ Ես միշտ լավ բան երբ որ նկատում եմ, ես միշտ նենց եմ անում, որ դա բաց չթողեմ։ Ես այդ բանը կնկարեմ, կարող եմ նույնիսկ մոռանամ որ այդ բանը նկարել եմ, կամ դա կարող է գրանցեմ, բայց ինչ որ իմ համար անհասկանալի ձևով այդ գաղափարները միշտ ճիշտ պետք եղած ժամանակ ինչ որ միտեղից հայտնվում են։ Ես չեմ ասում որ ես այդքան տաղանդավոր եմ ու դες օթից ինձ բաներ ա գալիս, ուղղակի ոնց որ կարողացել եմ հասկանալ ոնց դա ճիշտ խմբավորել ու ճիշտ ոնց որ պետք եղած ժամանակ ոնց որ վերցնել։ Իսկ օրինակ այդ ժամանակահատվածի մեջ ունենում ես այդ զգացողությունը, որ դու օրինակ ես այս պահին ու ինչ որ sense մի հատ ուրիշ ալիք է գալիս, թե զուտ այդ ինքնաբավության սահմաններում է վերջանում։ Տարբեր հարթակներից ելույթ ես ունենում, խոսում ես ու հաստատ ունեցել ես այդ էմոցիան կամ չէ։ Դե ինչքան է ոնց որ ես շատ ոնց որ իրատես եմ ու շատ օբյեկտիվ եմ իմ ու շատ դեպքերում նաև ինքնակնադատողական եմ ինքս իմ հանդեպ, բայց ես երբեք իրականում չեմ մտածել որ այն ամեն ինչ որ ես ասում եմ, օրինակ դիմացիների համար կարող է այդքան կարևոր լինի։ Ես անկեղծ ասած նույնիսկ զարմացել եմ որ այդքան մարդու համար դա այդքան օգտակար է եղել։ Իհարկե դա անկեղծ ասած շատ հաճելի է, որ դու օրինակ փողոցում մարդիկ մոտենում են, ինչ որ բաներ են ինձ հիշացնում, որ ես նույնիսկ կարող չհիշեմ, ու ասում են թե օրինակ ինչքան իրանց համար օգտակար է եղել, ինչքան է իրանց օգնել, ինչքան է, ասենք ես կարող եմ ինչ որ բան ուղղակի տենց նույնիսկ հիմնական միտքն է չեղես, ուղղակի տենց կողքից մի բան եմ ասել, բայց նրանք կարողացել են դրա մեջ ինչ որ կարևոր բան գտնել ու դրանից ինչ որ բան անել, ուստեղ ես անկեղծ պետք է ասեմ, դա այդքան իմ շնորհքը չի, այդքան դա ավելի շատ իրանց շնորհքն է, որ իրանք կարողացել են ուղղակի ինչ որ միտք գտնել եւ դրա շուրջ փոփոխություն անել։ Դա իրականում շատ մեծ ոնց որ համարձակություն է պահանջում, շատ մեծ նաեւ ոնց որ կամք է պահանջում, հա, որովհետեւ ես ուրիշ բաներից եմ ոգեշնչվում, ես ուրիշ բաներից եմ մտքեր վերցնում, եւ դա շատ նորմալ է եւ շատ ողջունելի է իրականում, երբ որ այդ մտքերի, գաղափարների, մոտիվացիայի ցիրկուլյացիա է տեղի ունենում, որովհետեւ ես անկեղծ եմ ասում, սա հիմա բանի համար չի, բայց ես ահավոր շատ իմ գործընկերներից բան եմ սովորում։ Օրինակ նույն հաճախորդներից, երբ որ մենք հանդիպում ենք, իրանց թվում է ես եմ իրանց խորհրդատվություն անում, բայց շատ դեպքերում ես իրանց ոլորտի մասին լիքը բան եմ սովորում, ես իրանցից լիքը նյուանսներ եմ ֆիքսում, որոնք որ օրինակ, ասենք մեկը կարող է ձկնաբուծությամբ զբաղվի ու այնտեղ իր ոլորտի հետ կապված մի բան պատմի, որը որ շատ հետաքրքիր լինի, բայց ոչ թե մեկ այլ ձկնաբուծական ընկերության համար, այլ ասենք չգիտեմ, օրինակ կաթնամթերքով զբաղվող ընկերության համար, որը որ ոչ թե նույն գաղափարը, բայց մտքի կամ գաղափարի տրամաբանությունը կամ լուծման ֆորմատը դու կարող ես մի քիչ փոփոխես, ադապտացնես մեկ այլ ոլորտին ու դա իրականում
շատ մեծ ոգեշնչման ու գաղափարների աղբյուր։ Շնորհակալություն շատ Էդվարդ ջան, շատ հաճելի էր եւ կարծում եմ լիքը նոր բաներ թե մենք սովորեցինք, թե նաեւ ով որ նայում է մեր հաղորդումը ինքը սովորեց, նաեւ մոտիվացվեց ու տարբեր ինձ թվում է ոլորտներից խոսացինք, թե կրթությունից խոսացինք, թե ճաշակից խոսացինք, լիքը բան կա ստեղից վերցնելու, քեզանից սովորելու մանավանդ։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։